Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքն է և ես Արման Աբովյանը։ Չեմ հոգնի շնորհակալություն հայտնել ձեզ մշտապես ձեր նամակների և առաջարկների համար։ Գիտեք, այդ հետադարձ կապը մեզ համար շատ կարևոր է, մեզ ես նկատի ունեմ, ինձ և ձեզ։ Շատ կարևոր է, երբ որ այն խնդիրները, որոնց մասին մենք այստեղ խոսում ենք, ստանում են արձագանք և այդ խնդիրների հիման վրա նաև լուծման եղանակներ են ձևավորվում հենց ձեր կողմից։ Այսօր խոսելու ենք երկու շատ կարևոր թեմայի մասին։ Գնաճ և սոցիալական իրավիճակ։ Մարդ մտնում է խանութ, ներողություն եմ խնդրում, և օրեցօր տեսնում է թանկացող գները։ Սննդի, ծառայությունների, հարկերի, տխրահարճակ հարկերը, որոնք արդեն տիեզերական մակարդակի են հասնում։ Եվ երկրորդ թեման խոսելու ենք արցախցիների սոցիալական և բնակարանային խնդիրների մասին։ Այն խնդիրների մասին, որոնք ամենահասկանալի կենցաղային մակարդակով այսօր լուծված չեն, ինչը բերում է ծանրագույն իրավիճակի թե արցախայության, թե մեզ բոլորիս համար։ Շատ պարզ պատճառով մենք իրավունք չունենք մեզ տարանջատենք, մենք բոլորս հայ ենք։ Եվ սկսենք այսօրվա մեր հաղորդումը սոցիալական իրավիճակից։ Մեր առաջի հյուրն է տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Բարև ձեզ, պարոն Միքայելյան։ Բարև ձեզ։ Պարոն Միքայելյան, քիչ առաջ ես նշեցի, որ այն գների աճը, որը մենք այսօր տեսնում ենք Հայաստանում, ինքը իրականում աննորմալ է եւ աննորմալ թե տեմպ ունի, թե աննորմալ մակարդակի է հասնում, նամանավանդ խոսքը միայն պարենային, գնաճի մասին չի խոսում, խոսքը գնում է առհասարակ գնաճի, դա օրինակ անշարժ գույքի այդ հարկերը, որոնք բարձրացան անհասկանալի ինչ-որ սանդղակով 3, 4, 5 անգամ, դա ընդհանուր կյանքի թանկացումն է, որը որքան էլ փորձում են մեզ ներկայացնել իշխանությունները, որ արդարացված է կամ ունի տակ ինչ-որ տնտեսական հաշվարկներ, ճիշտն ասած, ոչ համոզիչ է, ոչ էլ մարդկանց հետաքրքրում է ինչի համար, գները ներողություն, տիեզերական մակարդակի են հասնում, իրականում դա այդպես է։ Ասեմ ձեզ ավելին, միգուցե Երևանում ոչ այդքան զգացվում է, չնայած շատ ուժեղ է զգացվում, շատ ուժեղ, բայց այնուամենայնիվ, եթե համեմատականը մարզերի հետ ենք անցկացնում, այնտեղ լրիվ աննորմալ իրավիճակ է։ Ինչով է պայմանավորված, ինչ է կատարվում։ Դե մենք տեսնում ենք, որ գների աճը այո արագացել է այս տարի եւ հատկապես հենց պարենային ամեն դեպքում պարենային գների աճը 2 անգամ ավելի բարձր է, քան թե միջին գների աճը, որը ցույց է տալիս, որ դա խոցելի խավերի համար ավելի ծանր է։ Սա մեկ, երկրորդը ինչը կարևոր է, դա այն է, որ իրականում գնաճը դեպի Հայաստան մեծաշով ներմուծվում է, որովհետև վերջի տարիները ԱՄՆ-ում մեծ պարտքի պատճառով սկսել են դոլարներ շատ տպել, եւ այդ դոլարները տարածում են աշխարհով մեկ, եւ գները սկսում են աճել եւ տարածումը դա ուրիշ երկրներ։ Ինֆլյացիոն աճ է գնալու։ Այո, զգալիորեն ուղղակի Ամերիկան իր ինֆլյացիան բաշխում է ամբողջ աշխարհի վրա եւ դրա հաշվին հələ որ պահում է իր համակարգի կայունությունը, բայց ամեն դեպքում այո, այստեղ ներմուծվում է գնաճը, ավելին Հայաստանում կա բավականին բարձր գնաճի պոտենցիալ, այս պայծրությամբ դեռ այն աստիճանի չի ասել, ինչին կարա հասնի, եթե օրինակ դրամը արժեզրկվի, որովհետև մենք գիտենք դրամը արժևորվել է, թանկացել է 2022-23 թվականներին, որովհետև որոշակի ռուսական շրջանառություն է գնում Հայաստանով եւ դրանից Հայաստան բավականին մեծ գումարներ է մնում։ Հիմա եթե այդ գումարները ել չմնան, ապա այդ պարագայում դրամը կընկնի եւ նոր գնաճի ալիք կունենանք։ Այսինքն գնաճի մենք ունենք իրականացված պոտենցիալ, չիրականացված պոտենցիալ եւ զգալիորեն դա պայմանավորված է արտաքին գործոններով։ Սա մեկ։ Երկրորդը նաեւ այստեղ եւս մի հանգամանք կա, դա այն է, որ այո, որը նշեցիք, հարկերի աճը, մենք տեսնում ենք հարկերի աճը թե փոքր ու միջին բիզնեսի համար, ԱՁ-ների համար,
հարկերի աճը, կա ուրեմն այդ բնակարանների եւ այլն եւ տարբեր անշարժ գույքի հարկերի մասին։ Այո, անշարժ գույքի եւ ավելին կա նաեւ վարչահարության ինտենսիվության աճը, հա, այսինքն ստվերային տնտեսության դեմ պայքարը, փողերի լվացման դեմ պայքարը, ընդ որում շատ անգամներ այդ պայքարը արդեն արհեստական բնույթ է կրում, այսինքն ինքնանպատակ է դառնում կամ քաղաքական նպատակներ ասպասարկում, որպեսզի վերահսկվի այստեղ քաղաքական նպատակների մասին։ Տեսեք, ներողություն, որ ընդհատեցի, որ ավելի հասկանալի լինի։ Այո, համաձայն եմ, գոյություն ունի համաշխարհային տենդենս գնաճի, բայց այն ինչ կատարում է Հայաստանում, իմ խորին համոզմամբ, միգուցե եւ ունի կապ, հա, համաշխարհային տենդենսների հետ, բայց ինքը նաեւ ունի ներքին խնդիրների արտացոլման պարագայում այս գնաճը։ Լսու, եթե կներեք այլ երկրներում կլինի դա Բելարուս, կլինի դա Ղազախստան, հա, ես ԵԱՏՄ երկրների մասին եմ ասում, գնաճը պահպանվում է եւ մենք չենք տեսնում սրընթալից, հա, այս թռիչքները գների, ապա ինչու Հայաստանում դա չի արվում։ Դե նախ ասեցի, որ հարկերը, եթե հարկային բերը արդյունավետ հարկային բերը աճում է տնտեսության վրա, ապա պարզ է, որ հետո արտադրողը այդ բերը գցելու է արդեն նաև սպառողի վրա։ Այսինքն ինքը չի կարող կոմպենսացնի դա եւ բարձրացնում է գները։ Մենք ունենք առաջ պաշար գերշահույթների, հատկապես մանրածախ արևտրում, բայց հիմա արդեն կարելի ասել չկա։ Եվ հիմա արդեն հենց հարկային բերը աճում է, օրինակ միջազգային միտումները սկսում են ազդել, միանգամից արդեն դա արտացոլվում է։ Հիմա ինչ վերաբերում է ձեր նշված երկրներին, ապա այդտեղ ավելի կառավարելի է տնտեսական դաշտը։ Եվ այդտեղ ավելի, այսպես ասած, կան հնարավորություններ կոմպենսացնելու տատանումներ։ Օրինակ, պարոն Միքայելյան, 7 միլիարդ դոլար պարտկա վերցրել իշխանությունը վերջին միայն 7 տարվա ընթացքում 7 միլիարդ դոլար 7 միլիարդ դոլարով հնարավոր չէր կառավարել նվազագույնը այն գնաճը։ Նախ այդպիսի նպատակ չի դրվել եւ փողին չի համար են վերցրել։ Վերցրել են, որպեսզի ծախսեն ինչ-որ բաների վրա, օրինակ ոստիկանության վրա բավականին մեծ ծախս ա եղել վերջին տարիների ընթացքում։ Ոստիկանության կազմը մոտավորապես 60%-ով աճել է։ Բացի այդ, լրացուցիչ վճարներ են տալիս, քանի որ ոստիկանությունը վերջի տարիները 2020 թվականի նոյեմբերից սկսած արտակարգ ռեժիմում աշխատում համարյա միշտ եւ այստեղ բավականին շատ մոբիլիզացված է տարբեր գործողությունների Գյումրի, Երևան եւ այլն եւ լրացուցիչ վճարներ են տալիս։ Մենակ ոստիկանության վրա էս 7 միլիարդից գուցե 1 միլիարդ է ծախսվել կամ գուցե եւ ավելի շատ։ Հետո սա ենթադրություն է։ Չէ, ենթադրություն չի, ես նայում եի բյուջեների կառուցվածքը, ամեն տարի ոստիկանության վրա շատ մեծ աճ է եղել եւ ընդհանրապես պետական ապարատի վրա ծախսը շատ է աճել, այսինքն տարեկան եթե 200 միլիոն դոլարով աճել է ծախսը ոստիկանության վրա, ապա դա արդեն 1 միլիարդ դոլար հասել է։ Պետք է հստակ հաշվել իհարկե, ես չեմ հաշվել հստակ ինչքան է եղել, բայց համոզված եմ, որ զգալի մասը այդ աճի, օրինակ պետական ապարատի վրա տարբեր զգալիորեն ոչ արդյունավետ ծախսերի վրա շատ դեպքերում։ Օրինակ նայեք, մենք հիմա գնում ենք հնդկական ֆրանսիական զենքը, որի համար իշխանությունը գովեր քահանում ինքը իրեն, բայց այդ զենքը շատ թանկ է։ Եվ դեռ մեծ մասը նույնիսկ Հայաստան չի ասել, այսինքն այստեղ նրա համար որպեսի PR արվի, ինչպես որ ժամանակին Սու-30-ները գնվեցին, հա, եւ ոչ մի կրակոց չեն արձակել պատերազմի ժամանակ, նույնն էլ հիմա է իրականացում, այսինքն ծախսերի արդյունավետության տեսանկյունից կա խնդիր նաեւ, հա, այսինքն այդ ծախսերը ուղղորդվում են ոչ սոցիալական ոլորտ։ Հիմա մենք եթե դիտարկենք ինչպիսի դասավորվածություն է, հիմա գնաճը խնդիր կարող է չլինել այն պարագայում, եթե աշխատավարձները ավելի արագ են աճում, կամ եթե օրինակ թոշակներն են ավելի արագ աճում։ Դրա համար մենք իմ կարծիքով պետք է առաջին հերթին համեմատենք աշխատավարձների աճը եւ թոշակների աճը գնաճի հետ։ Եվ իմ կարծիքով այստեղից պետք է սկսենք։ Հիմա օրինակ
շատ է գովերքը անում իշխանությունը ինքը իրեն, որ թոշակներ է բարձրացրել, նույնիսկ կան թոշակառուներ, որը դրան հավատում են, որովհետև նայում են առաջին ալիքով այդ քարոզչությունը։ Իրականությունը մի քանի հազար դրամով է վերջին, հա։ Այո, իրականությունը քեշբեկերի պատմությունը։ Այո, իրականությունը այլ է։ Միջին թոշակը հիմա կազմում է, եթե ես չեմ սխալվում, մոտավորապես 49000 դրամ, որը 2015 թվականի թոշակից իրական գներով ավելի քիչ է։ Այսինքն այդ ժամանակ 40000 ա եղել եւ եթե մենք համեմատենք գնաճի հետ այդ աճը, ապա մոտավորապես 2%-ով թոշակների չափը նվազել է։ Այսպիսով ներկայացվում է մարդկանց պատկերը, որ թոշակները աճում են այն ժամանակ, երբ որ թոշակները նվազում են։ Սա մի օրինակ։ Մյուս օրինակ, այսինքն մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, ում աշխատավարձները գնաճից շատ ավելի արագ են աճում։ Եթե ես նայեցի աշխատավարձների կառուցվածքը օրինակ, երկու ոլորտն է, որի աշխատավարձը ամենաարագ է աճել վերջի տարիները, դրանք են IT ոլորտը եւ ֆինանսական ոլորտը։ Նրանք գերազանցել են մյուս ոլորտների աճը շատ եւ նաեւ քանակապես աշխատողներ աճել են։ Օրինակ միջինում Հայաստանում իրական աշխատավարձների չափը աճում էր տարեկան 5.5%-ով վերջին 3-4 տարվա ընթացքում։ 5.5%-ով, որից պետական հատվածում 2.9%, մասնավոր հատվածում մոտավորապես 8%։ Եվ այդ 8% աճը հիմնականում պայմանավորված է եղել այդ երկու ոլորտով՝ IT եւ ֆինանսական ոլորտ։ Ֆինանսական ոլորտը ինչու՞ դե բանկերը աճեցին, որովհետեւ ռուսական փողը եկավ Հայաստան։ Այսինքն ինչ է ստացվում։ Մեր տնտեսության կողքը, որը էլի աճում է, բայց ավելի դանդաղ, քան թե պաշտոնական տվյալները, երևի գուցե 2 անգամ ավելի դանդաղ, հա, աճում է երկրորդ տնտեսություն, որը միտված է ինչ-որ համաշխարհային հոսքերի, որը չափով փոքր է, բայց շատ հարուստ է եւ նաեւ որոշակիորեն շեղում է միջին տվյալները։ Այսինքն մենք տեսանք առաջինը աշխատավարձները անհավասար են աճում, երկրորդը թոշակները իրական գներով նվազել են, երրորդ հատվածը, որը սոցիալական տեսանկյունից շատ կարևոր է, դա գյուղատնտեսական ոլորտն է, որը անդադար ճգնաժամի մեջ է։ Այս տարի ոնց որ մի քիչ թեթևացավ, բայց խոշոր հաշվով 2016 թվականից հետո գյուղատնտեսությունը նվազում է։ Եվ այսպիսով ստացվում է, որ գյուղացիները, որոնք բնակչության 1/3 են կազմում, իրենց կենսամակարդակը եւս նվազում է։ Թոշակառուները 500,000 են, գյուղացիները 1 միլիոն մարդ են, այսինքն բնակչության կեսի համար կենսամակարդակը իջնում է։ Սա շատ կարևոր է։ Հիմա պետական հատվածի աշխատողների համար կենսամակարդակը շատ քիչ է բարձրանում, հաշվի առնելով այս իրավիճակը։ Այսպիսով կա պատկեր, որ տնտեսությունը շատ արագ աճում է, կա որոշակի գնաճ, որը այս տարի ավելի բարձր է, անցած տարի ավելի բարձր է եղել, բայց ավելի կարևոր է թե ինչքանով գնաճը գերազանցվում է այս բանով։ Հետո մենք տեսնում ենք, որ որոշ խավերի համար նույնիսկ մասնավոր հատվածում էլի անհավասար է աճում եկամուտը, եւ այստեղ ստացվում է, որ տնտեսական աճի պատկերը այդքան էլ չի արտացոլում իրական կենսամակարդակի փոփոխությունը։ Դե գնաճի հետ կապված մենք կարող ենք նաև տրանսպորտի թանկացում հիշենք, որը էլի բոլորի վրա է անդրադարձել, չնայած որ այստեղ էլ մի անհասկանալի վիճակ է։ Եթե առաջ բոլորն էին վճարում, ապա հիմա եթե նայում ես ավտոբուսում քանիսն են վճարում, ապա երևի մի կեսը չի վճարում։ Եվ ստացվում է, որ կա նաև ազնվության հարկ, այսինքն եթե դու ազնիվ դու վճարում ես եւ ծախսում ես, եթե դու անազնիվ ես, դու ոնց որ բլստում ես։ Դա է։ Միգուցե դա ազնիվություն չի, միգուցե դա մարդկանց ընդվզումն է, որովհետեւ ներողություն, երբ որ իշխանության կողմից, հա, ովքեր թանկացումները ու տրանսպորտի պարագայում 3 օրվա ընթացքում 4 իրարամերժ հայտարարություն ես տեսնում եւ ոչ ոք մինչեւ հիմա չի կարող բացատրել, չի ստացվում իրանց մոտ բացատրել։ Ինչի համար շեշտակի թրավ օդ, հա, գները, նույն տրանսպորտի գները։ Ապա այս պարագայում այո, մարդկանց ընդվզումն է եւ մարդիկ դրանով փորձում են միգուցե բողոքի, հա, այդ լրակիած ասես բողոքի, հա, ասես մի արտահայտություն կա, silence protest էլի, ասես այս կարգի։ Միգուցե դա է։ Չի բացառում, որովհետեւ առաջին ոնց որ պահերում, երբ որ մտավ այդ նոր տարիֆը ուժի մեջ, Երևանի քաղաքապետարանի ընդդիմադիր խմբակցությունները կոչ էին անում չվճարել եւ դա էլ ազդել իհարկե, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ տվյալ պարագայում այո, անվստահությունը, վատ կոմունիկացիան եւ այլն, բայց նաեւ այն, որ հիմա, քանի որ
համակարգը դրվել է եւ ճիշտ կոմունիկացիա չի եղել, մարդիկ այո ճիշտ չեն հաղորդակցում եւ ուղղակի սկսել են չվճարել։ Օրինակ մյուս հանգամանքը բերեմ կոմունիկացիայի հետ կապված խնդիրը։ Օրինակ հիմա համատարած հայտարարագրեր են ներդրվում, հա։ Մեծ մասը չի լրացել այս հայտարարագրերը, մոտավորապես 80%-ը դեռ չի լրացել եւ նույնիսկ եթե հաշվի առնենք, որ մնացած օրերին մի մասը էլի կանի, մեկը փոքրամասնությունն է այս ամեն ինչի մեջ մտել։ Հա, այսպիսով մենք տեսնում ենք, որ այն այսպես կոչված բարեփոխումները, որոնք իրականացվում են եւ հիմնականում իրականացվում են, որպեսզի վերահսկողությունը տնտեսական համակարգի վրա բարեփոխումը որն է մարդու գրպանի պարունակությունը հաշվել, սա է, հա, իրենց բարեփոխումը։ Ստացվում է այդպես, հա, եւ այդ բարեփոխումները անարդյունավետ են դառնում։ Հիմա հետ գալով կենսամակարդակի խնդրին, ես կարծում եմ, որ այստեղ մենք ունենք անհավասարության եւս մի դրսևորում։ Մենք խոսացինք, որ բնակչության կեսի համար կենսամակարդակը իրականում նվազում է, կեսի համար աճում է, բայց էլի անհավասար, որոշ խավերի համար ավելի արագ, որոշ խավերի համար ավելի դանդաղ, բայց եւս մի ուղղություն կա, դա է օրինակ արդեն բարեփոխումները, որոնք իրականացվել են նախորդ տարիներին։ Օրինակ եկամտահարկի համահարթեցում, որը բերել է արդյունավետ հարկման աճը քիչ աշխատավարձ ստացողների համար եւ արդյունավետ հարկման նվազումը շատ աշխատավարձ ստացողների համար։ Եվ այսպիսով սա բերեց որոշակի անհավասարությանը։ Մյուսը եկամտահարկի վերադարձի օրենք, որը էլի կարող են օգտվել միայն ավելի շատ եկամուտ ունեցողները, ավելին դրանից օգտվում են բանկերը, դեվելոպերները, բայց ոչ քիչ ստացողները կամ մյուս խավերը, հա, բնակչության։ Մյուսը օրինակ թոշակային բարեփոխում, որը դեռ 2014 թվականին է ընդունվել եւ 2018 թվականից ուժի մեջ է մտել, սա դեռ չի զգացվում։ Իր էֆեկտը կզգացվի 30 տարուց կամ 20 տարուց, բայց դա ստեղծում է շատ լուրջ անհավասարություն, որովհետեւ եթե մենք հաշվենք, ապա նվազագույն թոշակ կստանա մոտավորապես 90%-ը։ 90%-ը ստանալու է այսօրվա նվազագույն թոշակ, ու միայն 10%-ը դրանից ավել է ստանալու։ Այսինքն այստեղ մենք եւս մի դրսևորում ենք տեսնում, այսպիսով նույնիսկ համակարգի մակարդակում անհավասարությունը խթանվում է։ Եվ այսպիսով իմ կարծիքով այստեղ մենք սոցիալական առումով խնդիրները շատ ունենք, բայց իշխանությունները դրանք չեն տեսնում։ Օրինակ, մի 2 տարի առաջ Փաշինյանը ասում էր, որ «Էս ինչ եք խոսում, էս ինչ աշխատավարձ 150,000 դրամ աշխատատեղ եք ստեղծել եւ ասում եք, որ լավ բան է։ Ստեղծեք 500,000 դրամով աշխատատեղեր»։ Դե գիտեք ինչ, դա շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ, հա, որովհետեւ իհարկե շատ լավ է, որ շատ աշխատավարձ ստանան քաղաքացիները, բայց մենք պետք է եւս մի բան գիտակցենք։ Մենք պետք է ճիշտ պատկերացում ունենանք, թե ինչ իրական եկամուտներ ունի ժողովուրդը։ Հա, եթե միջին աշխատավարձը ըստ պաշտոնական վիճակագրության 200 այս պայդրությամբ 80,000 դրամ է, ապա այստեղից սա չի նշանակում, որ 280,000 դրամը քաղաքացին ստանում է։ Քաղաքացի ջան, հարգելի հեռուստադիտող, ես մի անգամ այն ներողություն, որ ընդհատեցի, պարոն Միքայելյանի հետ համաձայն եմ, դուք տեղյակ եք, որ միջինը կապ չունի, հա, ով որտեղ է աշխատում, ինչ է անում, դուք վաստակում եք մոտավորապես 300,000 դրամ։ Այնուամենայնիվ, պետությունը այդպես է հաշվում։ Այսինքն դուք, ովքեր աշխատում եք 150, 180, 200,000 դրամ, 120, հա, երբեմնի մարզեր, եթե վերցենք 80, ձեզ հաշվարկում են 300,000 դրամանոց, հա, աշխատավարձներով։ Իսկ ինչու՞։ Տեսեք, ուրեմն առաջինը կա միջին եւ մեդիան աշխատավարձ։ Մեդիանը դա ավելի շատ է արտացոլում այսպես կոչված միջին քաղաքացու, այսինքն պատահական հանդիպած ձեր քաղաքացու աշխատավարձը կլինի մեդիան, ոչ թե միջին։ Սա վիճակագրական խորամանկություն է, բայց իրականում մեդիանը կլինի 200,000 դրամ, միջինը 280,000 դրամ։ Այստեղ առաջին տարբերություն, որը շատ մեծ է։ Երկրորդ տարբերություն, որ պետք է հարկերն ներառենք, այս 200,000 դրամից մոտավորապես մնալու է արդեն 150,000 դրամ, դրան գումարենք որոշ սոցիալական վճարներ, դառնում է 140,000 դրամ։ Սա է իրական, այսպես կոչված միջին աշխատավարձ, որը մարդը ստանում է, այսինքն, մեդիան աշխատավարձ հարկումից հետո 140,000 դրամ է մոտավորապես, հա։ Իսկ պաշտոնական տվյալներով 280։ Եվ իշխանությունները իրենց հաշվարկները անում են այս 280-ից ելնելով իրականը, որը միջին քաղաքացին, հա, սովորական քաղաքացին ստանում է դրանից 1 ուտում ամիս
մեկը ուտում է թուփ, երկուսով միասին ուտում են տոլմա, տենց է ստացվում, էլի, այսինքն, երկուսին էլ ասում են տոլմա է ուտում։ Նույնը այս պարագայում է, երբ որ վերցնում են միջինացված 5 միլիոն դրամ ստացող աշխատավարձ ստացողին եւ օրինակ, չգիտեմ, 80,000 ստացողի, ու ասում են իրանք միջինը երկուսով ստանում են 2 միլիոն 540,000 դրամ։ Այսինքն, սա շատ պրիմիտիվ, ես համաձայն եմ ձեզ հետ, նույնիսկ մանիպուլյացիա էլ չի, գիտեք, ավելի շուտ ինքնա ներշնչում autotraining, որը իրականում այդ պատկերը կա, չի բերում նրան, որ մարդ մտնում է խանութ ու գները տենում է, ուղղակի վատանում է գների թանկացումից։ Հիմա ստեից ինչ եզրակացություն, պետական կառավարման տեսանկյունից ինչ պետք է արվի, վեստիս։ Առաջինը պետք է ընդունվի մոդել, որ ինդեքսավորվեն սոցիալական վճարները։ Այսինքն, օրինակ, ինդեքսավորվեն ըստ գնաճի, առաջինը։ Երկրորդը, գնաճը գնահատվի մի քանի սանդղակով։ Այդում աղքատների համար գնաճը, որովհետև օրինակ կարող է մեքենաների գինը շատ չի աճել, իսկ օրինակ մսի գինը շատ է աճել, պարենային ապրանքները երկրորդ զամբյուղում ավելի մեծ կարևորություն պետք է ունենան։ Երրորդը ինչ պետք է արվի, պետք է հաշվարկվի, հաշվարկների մեջ ներառվեն իրական ցուցանիշներ աշխատավարձից հետո, որ ժողովուրդը ստանում է, եւ պետք է բաշխվածությունը հաշվի, ընդհանրապես մեր վիճակագրական ծառայությունը վերջին տարիները դադարեցրել է նույնիսկ բաշխվածություն հաշվել։ Եվ պետք է դրվեն ցանկացած հաշվարկների մեջ իրական ցուցանիշներ, որպեսզի պետությունը ճիշտ գնահատական ունենա կենսամակարդակի։ Այո, չի կարող, մենք չենք կարող ինքներս մեզ խաբել, ինչքան էլ ինքներս մեզ խաբենք, որ չգիտեմ, իրավիճակը ավելի լավն է, քան ինքը կա, մտնում ես մի հատ խանութ, ու վերջ դու քո համար ամեն ինչ հասկանում ես, որ իրականում աննորմալ եւ անբացատրելի ճակերտներում գնաճ է։ Շնորհակալություն, պարոն Միքայելյան։ Շնորհակալություն։ Կարծում եմ այս հարցի շուրջ մենք ձեզ հետ եւս կհանդիպենք եւ կքննարկենք։ Արցախահայություն, Արցախահայության բնակարանային, սոցիալական եւ ինչու ոչ գոյատևելու խնդիրները։ Այդ խնդիրների շուրջ այսօր զրուցելու ենք Արցախի Հանրապետության պետնախարար Իսկանդարյան Նժդեի հետ։ Բարև ձեզ, պարոն Իսկանդարյան։ Տեսեք, այն խնդիրները, որոնց մասին այսօր մենք զրուցելու ենք, իրենք, գիտեք, արդիական բառը նույնիսկ չի արտացոլում ամբողջ խորությունը, այդ խնդիրների հրատապ, ես չեմ խորշի այդ բառից, լուծման համար։ Տեսեք, արցախցիներ, գիտենք, որ սեպտեմբերի 19-ից 23 թվականի շատ է խոսվում բնակարանների, կացության վայրերի, սոցիալական ապահովության եւ այլն թեմաներից, թե իշխանության, թե ընդդիմության կողմից, որ պետք է լուծվի, որովհետեւ եթե այդ հարցը չլուծվեց, ապա մարդիկ ծանրագույն իրավիճակի մեջ են հայտնվելու։ Եկեք ճիշտը խոսանք, հայտնվել են արդեն։ Ինչ ենք բանանում, ինքներս մեզ փորձում մխիթարել, հայտնվել են։ Ինչ վիճակա հիմա նույն բնակարանային այդ գործընթացների լուծման, պարագայում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ուրեմն տեղահանումից հետո մինչ այս պահը բնակարանային ծրագրով մոտ 1000 ընտանիքներ են կարողացել ուրեմն իրացնել եւ բնակարաններ ձեռք բերել, ինչը ցույց է, որ մոտ 25000 ընտանիքներից 1000-ը ցույց է տալիս, որ բնակարանային ծրագիրը ինքը չի գործում։ Մենք բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք այն խնդիրների մասին, կառավարության հետ մի փուլում հանդիպումներ կարողանում էինք ուրեմն ունենալ, դա խոսքը վերաբերվում է մարտի 29-ի հանրահավաքից հետո մի քանի հանդիպում ունեցել ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, խոսել ենք աջակցության ծրագրերի վերաբերյալ, խոսել ենք բնակարանային ծրագրի մասին, այն բացթողումների մասին, որոնք որ այսօր արցախցիները իրենց մաշկի վրա զգում են, բայց փաստացի խոստացել են, որ կքննարկեն որոշակի փոփոխություններ տեղի կունենա, մինչ այս պահը որոշ կոսմետիկ բնույթի փոփոխություններ տեղի են ունեցել, բայց առավել, չգիտեմ,
փոփոխված ծրագիր մենք այդպես էլ չենք տեսել։ Ինչը ցույց է տալիս, որ ունենք 20,000-ից ավել արցախցիներ, ովքեր արտագաղթել են Հայաստանից եւ առաջիկայում ունենալու ենք լրջագույն խնդիրներ, շուտով ձմեռ է, կոմունալների հետ կապված խնդիրներ կան եւ 18-ից 63 տարեկան ուրեմն անձիկ որովհետեւ աջակցության ծրագրից չեն օգտվելու, այսինքն նախկինում գործում էր 40+10, հետո դարձավ 40,000, իսկ մինչև տարվա վերջ այն գործելու է 30,000 դրամի չափով եւ իմ խոսքում նշեցի, որ 18-ից 63 տարեկանները ուրեմն շահառուներ չեն այդ ծրագրի։ Հիմա խոսենք բնակարանային ծրագրի մասին։ Մենք երբ որ մատնանշում ենք, որ բնակարանային ծրագիրը ստեղծելու ժամանակ հաշվի չեն առնվել Հայաստանում գործող ուրեմն շուկայական գները, փաստացի մեկ շնչի մասով Երևանում եւ հարակից քաղաքներում, Կոտայքի մարզում, Աբովյանում մեկ շնչի մասով ուրեմն 3 միլիոն դրամ է, որոշ շրջաններում 4 միլիոն դրամ եւ սահմանամերձ գոտիներում 5 միլիոն դրամ։ Փաստացի արցախցիները բախվում են բանկային խնդիրներին, քանի որ բանկ կառավարություն համագործակցությունը չի աշխատում, դա է վկայում, որ շատ նամակներ ենք ստանում, որ չեն կարողանում հիպոթեք ձևակերպել, պարզ պատճառով այսօր 3-4 ուրեմն անդամից բաղկացած ընտանիքները հնարավորություն չունեն սերտիֆիկատով ուրեմն բնակարաններ ձեռք բերել, ել չեմ խոսում 1-2 ուրեմն շնչից բաղկացած ընտանիքների մասին։ Վերջին օրերին Նայիրի Զարյանում հանդիպել եմ արցախցիների, ովքեր այսպես ասած դրսում են հայտնվել, զանգել ենք։ Ոնց է դրսում են հայտնվում, ինչ անշակում դրսում են հայտնվում։ Իրականում ապրելու տեղ չունեն եւ այդ մարդիկ բարի ուղիղ իմաստով դրսում են հայտնվել, դիմել ենք Հայաստանի մարդու իրավունքների գրասենյակին, փորձել ենք այդ մարդկանց որոշ ժամանակով տեղավորել եւ նշեմ, որ դրան հաջորդեց մեր այն գաղափարը, որ մենք ստիպված էինք, քանի որ կառավարությունից չկա բավարար աջակցություն, ստեղծել ենք Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամ եւ կոչ ենք արել սրտացավ մեր հայրենակիցներին, ում համար Արցախի հարցը փակված չէ, արցախցիների ցավը իրենց ցավն է, փորձեն ինչ որ ձևով աջակցեն, որպեսզի կարողանանք նման մարդկանց կողքին կանգնենք։ Այսօր գիտեք, որ տեղահանումից հետո Արցախի պետական բյուջեն կենտրոնական բանկի կողմից սառեցված է եւ մենք լիազորություն չունենք ֆինանսական առումով մեր հայրենակիցներին աջակցելու։ Նա տեսեք ինչ է ստացվում։ Այս բոլոր, հա, ձեր շատ կոռեկտ բառերի ետևում թաքնվում է հետեւյալ միտքը, որ ցեղասպանությունից մազապուրց եղած արցախցիները չեն ստանում այն նվազագույնը, հա, աջակցությունը, որը այո, Հայաստանի Հանրապետությունը մենք բոլորս պարտավոր ենք, հա, ցուցաբերել, եւ մի իրավիճակ է ստեղծվում, երբ որ, ինչպես դուք նշեցիք, մարդիկ կան, որոնք դուրսն են մնում։ Հիմա այստեղ, գիտեք, չեմ ուզում պոպուլիստական ինչ-որ բաներ խոսել, հա, շատ ենք խոսացել պարտականությունների եւ նվազագույնը բարոյականության մասին, որովհետեւ այո, բարոյական պետությունն էլ ունի իր բարոյական պարտավորությունները հայերի հանդեպ, այլ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, առհասարակ հայերի, հա։ Բայց դնելով մի կողմ հուզական կողմ, ուզում եմ, որ երկու բառով անդրադառնանք այն առաջարկներին, որոնք դուք եք անում եւ դուք անում եք, որովհետեւ որքանով ես տեղյակ եմ, դուք ունեք առաջարկ եւ ուրեմն այդ հանդիպումների ժամանակ մենք կառավարությանը ներկայացրել ենք տարբեր ծրագրեր, ինչպես կարելի է 2-3 տարվա ընթացքում արցախցիների համար ուրեմն բնակարանային ծրագիրը այսպես իրական դարձնել, այսինքն ավելի մատչելի դարձնել։ Մենք այնպես չի, որ արցախցիները շահագրգռված են Երևանում, շատ է ուրեմն իշխանությունների կողմից այս թեզը օգտագործում, որ ինչ արցախցիները պետք է Երևանում ապրեն։ Սա իհարկե Բայց ինչու ոչ, լավ, սենց ասենք։ Ո՞վ է որոշում։
Սա եւս հարցի մյուս կողմն է, բայց նման մարդիկ պետք է հասկանան, որ քանի որ աշխատաշուկան Երևանում եւ հարակից, ուրեմն Արբանյա քաղաքներում է, այդ իսկ պատճառով տեղահանումից մազապուրց փրկված արցախցիների 60%-ը տեղակայվել է ուրեմն Երևանում եւ Կոտայքի մարզում։ Տեսեք, ես ուզում եմ նշեմ միանգամից, որ խնդիրը Երևանը չէ, այսինքն խնդիրը նա է, որ ինչ-որ մեկը տեղերն է որոշում, որտեղ պետք է ապրեն, ինչ պետք է ապրեն, չհասկացանք։ Ոնց թե մարդ որտեղ ուզում է, այնտեղ էլ պետք է ապրի եւ այո, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, մենք այստեղ պետք է դուրս անենք պարզապես այդ տարանջատումը, չգիտեմ, հայաստանցի, արցախցի, հայերեն կապույտ անձնագրերով, որքան էլ ոմանց դուրը դա չգա, դա իրանց խնդիրն է անձնական, բայց այնուամենայնիվ մարդիկ որտեղ էլ ուզենան, այնտեղ էլ պետք է ապրեն ըստ էության, հա, բայց այստեղ տեսեք, երբ որ խոսում ենք սոցիալական խնդիրներից, մենք ունենք ֆիքսում ենք հետևյալը, բնակարանային խնդիրները չեն լուծվում, հա? Չեն լուծվում եւ շարունակում են չլուծվել, չլսելով մեր ահազանգերը եւ ուղիղ ուզում եմ ասել, ուրեմն մարտի 29-ի հանրահավաքից հետո մի փուլում, երբ որ հանդիպումներ էինք ունենում, դրանից հետո երբ որ ես նշանակվեցի Արցախի պետական նախարար, որից անգամ իմ հետ հանդիպում չեն ունեցել, իմ զանգերին չեն պատասխանում եւ այսպես կոմունիկացիաներ չկան, մեր խնդիրները չեն կարողանում ուրեմն հասցնել իրենց տեսնել ինչպիսի լուծումներ եւ առաջարկներ ունեն։ Դուք ինչ լուծում եք առաջարկում։ Մենք առաջարկել ենք հետեւյալը, ուրեմն Արցախից մոտ 100 շինարարական կազմակերպություններ են տեղավորվել, այստեղ վերաբացվել, ովքեր պատրաստակամություն են հայտնել առանց մեծ շահաբաժին ունենալու, ուրեմն այդ մարդիկ պատրաստ են, եթե իհարկե կառավարության կողմից տրամադրվեն հողատարածքներ, շինարարություն իրականացնեն, որպեսզի արցախցիները կոմպակտ ապրեն, առաջինը կլուծենք այն խնդիրը, որ համատեղ ապրելով մենք կպահպանենք մեր ավանդույթները եւ յուրաքանչյուր արցախցու սրտում վերադարձի հարցը կա, ես ուզում եմ առանձնահատուկ նշել, թեկուզ ձեր հարցին լիարժեք չպատասխանեցին, մենք կվերադառնանք բնակարանային ծրագրին, շատ կարևոր է արցախցիների հավաքական վերադարձի հարցը միջազգային հարթակներում ունենալը, ինչ այսօր մինչ այստեղ գալս, ուրեմն ես տեսա, որ ազգային ժողովում այդ հարցն էր քննարկվում, որ ԿՊ-ն մերժեց արցախցիների հավաքական վերադարձի հարցը, ուրեմն միջազգային ատյաններում Եվրոնեստի շրջանակներում ոչ թե մերժեց, որքանով ես տեղյակ եմ, ու մամուլի վրա հենվելով, հիմա չեմ կարող ինչ-որ բան հստակ պնդել, իշխող խմբակցության падգամավորները դեմ էին։ Եվ մինչ այս պահն էլ որևէ աշխատանք չի տարվել այդ ուղղությամբ։ Իսկ ինչ վերաբերում է բնակարանային ծրագրին, մենք ուրեմն ցանկություն ենք հայտնել, եթե իհարկե կտրամադրվեն հողատարածքներ, կառուցապատում իրականացնել, բայց դա եւս մերժվել է իրենց կողմից։ Մերժվել է, այսինքն ասում են չէ։ Ոչ։ Եվ տարածքների մասով եւ կան համայնքներ, որտեղ մենք ուսումնասիրել ենք եւ այդ հնարավորությունը կա շինարարություն իրականացնելու եւ կան մարդիկ, ովքեր պատրաստակամ են ուրեմն ֆինանսավորելու, բայց կառավարությունից այդ ուրեմն պատասխանը չունենք հողատարածքների մասով։ Հիմա մի մասը Կոտայքի մարզում տարբեր ծրված են, շատ կարևոր է այսօրվա իրականության մեջ ուղիղ կապ ունենալ մեր հայրենակիցների հետ, ինչը այսօրվա իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի մենք այդ այսպես ասած ուժ չասեմ, բայց ամեն դեպքում հավաքական հավաքվելու, համատեղ քննարկելու հնարավորությունը չունենանք։ Այսինքն դուք պնդում եք, որ կոմպակտ ապրելու, հա, այսինքն ծրվեն Հայաստանով մեկ, զուլվեն եւ այլն։ Այո։ Հա, դրա մասին է։ Եվ դրա մասին է խոսքը եւ դա է վկայում, երբ որ բնակարանային ծրագիր մշակվեց, ուրեմն Երևանում, որտեղ ամենաթանկն է բնակարաններ ձեռք բերելու արժեքը, այնտեղ մեկ շնչի մասով տրամադրվում է 3 միլիոն դրամ, իսկ սահմանամերձ գյուղերում մեկ շնչի մասով 5 միլիոն դրամ։ Սա ինչի մասին է վկայում։ Երբ որ այս հարցը մենք իրենց տալիս ենք, իրենք ասում են, որ սա ռազմավարական քայլ է, մենք փորձում ենք, որ ուրեմն սահմանամերձ գոտիներում շատ հայրենակիցներ ունենանք,
Բայց այստեղ մեկ այլ հարց է առաջանում։ Երբ որ պայմանական Արցախցին սահմանամերձ գյուղում բնակարան է ձեռք բերում 20 կամ 25 միլիոն դրամով, այդ նույն գյուղի բնակիչը բնակարանը վաճառելուց հետո կամ տեղափոխում է Երևան կամ արտագաղթում է։ Այսինքն հավելյալ արժեք մենք չենք ստեղծում։ Մենք սրա մասին եւս խոսել ենք։ Շինարարության մասով։ Այո, շինարարության մասով վերջին շրջանում ուրեմն կառուցապատումը թույլատրվեց, որի մասով եւս տարբեր խնդիրներ ունենք, պայմանական։ Ես կուզենամ մեկ օրինակ բերել, որպեսզի շատ-շատերի համար պարզ դառնա, եթե Կոտայքի մարզում ինչ որ մի գյուղում, որտեղ որ 4 միլիոն դրամ է, ստացվում է 5 հոգու մասով 20 միլիոն դրամ, այսինքն որից միայն թույլատրվում է հողատարածք ձեռք բերել 4 միլիոն դրամով։ Երբ որ մենք ուսումնասիրում ենք Երևանում ուրեմն հողատարածք 500 քառակուսի մետր ձեռք բերելու արժեքը, նման ուրեմն գներ չեն հանդիպում, իրականում չեն հանդիպում։ Սա եւս բաց է եւ զուգահեռ կարևորագույն խնդիրներից ես կուզենամ խոսել։ Դուք գիտեք, որ չարաբաստիկ դեպք տեղի ունեցավ, ունենք 219 պայթունից զոհված անձինք, անհայտ մոտ 22 տեղահանման ժամանակ բենզինի պայթը պայթ։ Պատերազմի հետևանքով ուրեմն նման դեպք է տեղի ունեցել։ Այդ մարդկանց կարգավիճակի հարցը եւս խոստացան քննարկել եւ լուծման բերել, բայց ինչը եւս մնաց քննարկման մակարդակում։ Լավ, այդ մարդիկ այսօր իրականում պարոն Աբովյան, ես ուզում եմ խնդրեմ։ Իրականում ամենից ծանր իրավիճակում են հայտնվել, նրանք որևէ աջակցությունից չեն կարողանում օգտվել, որևէ այնտեղ կան մարդիկ, ովքեր պատերազմին մասնակցել են եւ այդտեղ էին եկել 20 լիտր բենզին ունենալու եւ իրենց ընտանիքը դուրս բերելու համար եւ ստացվում է ինչ, եթե կոպիտ օրինակ եմ ես ասում, եթե այդ մարդը 1 օր, 2 օր շուտ ճանապարհին զոհվեր պատերազմի ժամանակ, այդ մարդը կունենար կարգավիճակ եւ պատերազմի մասնակցելուց հետո հատկապես բոլորս էլ գիտենք, որ պայթունը տեղի է ունեցել պատերազմի հետևանքով, այդ մարդիկ որոցի կարգավիճակ չունեն։ Շատ կարևոր է հասկանալ հետեւյալը։ Փաստորեն Արցախի հանրապետության ներկայացուցիչները, հանձինս դուք, հա, ղեկավարները ունեք հստակ ծրագիր, այսինքն հստակ առաջարկ, հա։ Ունեք հստակ առաջարկ Հայաստանին եւ այս պարագայում ես դες այդ միանգամայն համաձայն եմ, որ բացի թողի, հա, վիճակում այս անհասկանալի, որովհետեւ մի կողմից լսում ես կառավարությունը այնց ասում է, սա մենք, բան, գումարներ ենք հատկացնում եւ այլն, բայց երբ որ մի քիչ խորանում ես խնդիրների մեջ, տենում ես, որ դա այդպես չի։ Խնդիրը գումար հատկացնելու մեջ չի, խնդիրը հետագա զարգացումների նույն սահմանամերձ գյուղում, եթե գնաս տունը առավ, այդ տունը ծախողը գնում է այդ գյուղից, այնտեղ քանակը մարդկանց չի ավելանում։ Եվ ամենակարևորը, հենց այդ քննարկումների ժամանակ էր, որ մենք լսում էինք իրենցից պատասխաններ, որ Հայաստանում եւս ունենք հազարավոր հայրենակիցներ, ովքեր ծանր կացության մեջ են ապրում, այսինքն խնդիրը դնել մեկ հարթության մեջ եւ քննարկել, սա առնվազն բարոյական չէ, եւ այդ նույն ժամանակ Հայաստանի նախագահը Վահագն Խաչատուրյանը մարզերում ասում է, որ փողի խնդիր չունեն։ Իսկ ի՞նչն է պատճառը, այստեղ հարց է առաջանում, ինչու չեն ապահովում այդ անձած բնակարաններով։ Եթե կարող է պետությունը X կազմակերպության շինարարական տրամադրել այդ ֆինանսավորումը իրականացնել եւ միջազգային դոնորներին եւս ներգրավել, կառուցել բնակարաններ եւ տալ այն նախապայմանով, որ դուք ապրելու եք այդ բնակարաններով 15-ից 20 տարի, որից հետո այդ բնակարանները ձերն են լինելու, ի՞նչն է խնդիրը։ Ես դες այդ միանգամայն համաձայն եմ եւ այստեղ ըստիս, հա, լսելով ձեզ եւ ունենալով իհարկե տեղեկություն կարելի է պարզապես փաստել, որ խնդիրը պետք է լուծվի համակարգված եւ առանց նեղություն, հա, ասենց տակից ինչ որ մի բան ասվում է, ուրիշ բան արվում է, երրորդ բանը մտածում է, խոսքի իշխանության մասին է։ Շնորհակալություն պարոն Իսկանդերյան, հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, այսօր շատ ծանր թեմայի շուրջ ենք զրուցում Արցախի հանրապետության պետնախարար Իսկանդերյան Նժդեի հետ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Խոսեցինք խնդիրների մասին։
սոցիալական խնդիրներ, գնաճ։ Ինչպես հաղորդման սկզբում նշեցի, մարդ վախենում է մտնել խանութ։ Գները տեսնում ես, ուղղակի չես հասկանում ինչա կատարվում։ Սա առանց ինչ որ գիտեք, սենց ուրճացնելու, առաջ չափազանցնելու, դա այդպես է։ Եվ դուք ինձանից լավ գիտեք դրա մասին։ Ինչով է պայմանավորված, գիտեք, ասես լսում եմ մեկ-մեկ, ասում են դե միջազգային գները աճել է եւ այլն, բա պետությունը ինչի համար է։ Բա պետությունը ինչի համար է, եթե մենք հենվում ենք միայն շուկայական կոնյունկտուրայի։ Հազար ձևի սուբսիդավորման գործընթացներ կան, հազար ձևի աջակցելու գործընթացներ կան, նվազագույնը անապահով խավերի համար։ Ուղղակի արդեն անհասկանալի իրավիճակ է։ Առավոտից երեկո լսում ենք, վայ, սենց տնտեսական աճ, տնտեսությունը աճում է, ամեն ինչ աճում է, ամեն ինչ լավ է, ամեն ինչ սենց այնքան լավ է, որ չգիտես ինչու մարդ սկսում է մտածել, ասել, դե լավ, եթե այդքան լավ է իրավիճակը, ինչի է այսքան վատ։ Այո, վատ, ես չսխալվեցի։ Որովհետև երբ որ մարդ շատ կենցաղային օրինակ, ամսվա վերջ կոպեկներն է հաշվում, որ տուն մի կտոր հաց հասցնի, էդի լավ է։ Քանի կոպեկ արժի տնտեսական աճի մասին առասպելները, որոնց արդեն չգիտես հավատաս, չհավատաս։ Երբ որ մարդ ամենօրյա ռեժիմով հանդիպում է գնաճի, գիտեք, այդ գնաճ բառը նույնիսկ չի արտահայտում խորությունը խնդրի կամ սոցիալական պրոբլեմները։ Դրեցին անշարժ գույքի հարկերը, բիզնեսի հետ վերաբերյալ, ընդ որում բիզնեսի հարկերի մասին երբ որ խոսում եմ, ուզում եմ առանձնահատուկ ընդգծել միջին եւ մանր բիզնեսի մասին է խոսքը գնում։ Խոշորի մասին հիմա չեմ ուզում խոսել։ Չնայած խոշորի վիճակն էլ վիճակ չի։ Բայց դե լավ։ Միջին եւ մանր բիզնեսի մասին է խոսքը գնում։ Չեն հասկանում, որ միջին եւ մանր բիզնեսն է այս երկիրը պահողը։ Չեն հասկանում, որ գյուղացին է այս երկիրը պահողը։ Հարկամոլությամբ ենք տառապում, հարկամոլությամբ։ Չէ, հարկերը պետք է մուծվեն, իհարկե, պետք է վճարվեն, բայց կներեք, հարկերի մուծելը եւ վճարելը չի նշանակում, որ մարդկանցից պետք է վերջին կաշին քերթել։ Համատարած թանկացում, համատարած ամենուր եք։ Հասկանում եմ, նախընտրական շրջան է հիմա այդ թանկացումների, հա, տեմպը կփորձեն ինչ-որ մի ձև պահել։ Բայց ինչքան։ Ինչքան։ 7 միլիարդ դոլար միայն վերջի 7 տարվա ընթացքում գումար է վերցվել, ուր այդ փողը։ Մենակ չպատմեք էլի ճանապարհներ, չգիտեմ ինչ, որովհետև հաճախակի ես որ լսում եմ, չէ, հակասությունը ականջից ծակում։ Մի կողմից ասում են, որ գումար բյուջեում կա, շատ այդ գումարը ու տենց այդ գումարներով են, հարկերով են ճանապարհները կամ ենթակառուցվածքները կառուցվում։ Եվ երկրորդ խոսքը բա դե պետք է պարկ վերցնենք, կրեդիտ վերցնենք, որ, չգիտեմ, կառուցենք դպրոցներ կամ հիվանդանոցներ։ Շատ կարևոր է կառուցել ու շատ ողջունելի է, որ կառուցվում է այդ ամենը։ Բայց ինչ գումարով եւ ինչի հաշվին։ Մարդկանց սոցիալական գիտեք ծանրագույն կացության մեջ գցելու հաշվին, հա։ Քանի կոպեկ արժի այդ պարագայում նույն այդ ասֆալտապատում կամ չգիտեմ շինարարություն կամ հա մնացած այդ սոցիալական ենթակառուցվածքների բուրըն այս վերջին ժամանակահատվածում, որ հիմա ընտրություններ է գալի, բուրըն այդ գործընթացը։ Արցախցիներ։ Մինչ արցախցիների խնդրին անդրադառնալը ես պարզապես կոչ եմ անում ձեզ, այ հիմա որ ինձ նայում եք, ձեզ։ Մի պահ պատկերացրեք, որ մեկ օրվա ընթացքում դուք զրկվել եք ամեն ինչից։ Տուն, աշխատանք, ձեր քաղաքները չկան, ձեր գյուղերը թշնամու ձեռքում են։ Դուք զրկվել եք ամեն ինչից։ Պատկերացրեցիք։ Վստահ եմ շատերը չեն էլ կարող պատկերացնել։ Իսկ արցախահայությունը այդ ամենով անցավ։ Այդ ամենով անցավ։
միջև վերջ կռիվ տալով մեր հայրենիքի մի մասնիկի համար։ Եվ եկավ Մայր Հայաստան։ Եվ ինչ էինք հանդիպում Մայր Հայաստանում։ Ես հիմա չեմ ուզում, գիտեք, շատ խոսել այն մարդկանց մասին, ովքեր վիրավորում են կամ ինչ-որ վիրավորական բաներ են գրում կամ ինչ-որ հասնես տարանջատում են արցախցի հայաստանցի։ Իմացեք մի բան, ով տարանջատում է արցախցի հայաստանցի, այսինքն կիսում է հայերին խմբերի, բացասական առումով նա թշնամի է։ Բացասական առումով, ընդգծում եմ։ Որովհետև կապ չունի արցախցի ես, գյումրեցի ես, վանաձորցի ես, երևանցի ես, կապանցի ես։ Ընդհանրապես կապ չունի։ Դու հայ ես։ Եվ այո, դու պարտավոր ես քո հայրենակցին օգնես։ Մարդիկ եկել են ստեղ, արդեն ինչքան ժամանակ անց է, համարյա 2 տարի, չէ՞։ Մինչև հիմա իրանց տան խնդիրը լուծված չի։ Տուն, կացության տեղ այդ մարդը, որ գնա, այդ տունը, չգիտեմ, տուն ապրի։ Լսում եք։ Կան առաջարկներ, իհարկե կան։ Պարզապես այդ առաջարկներին հա մի հատ արտահայտություն կա, ասողին լսողա պետք։ Եվ այո, խոսքը, առաջարկները, անպայման մեր բոլորի կողմից։ Եվ իհարկե, առաջարկ Հայաստանի կոնցեպտի ներքո անպայման լսվելու են և անպայման հաշվի են առնվելու։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում Աբովյան Թոքն էր, և ես, Արման Աբովյանը։